Ըստ խնդրի 4-ը 4 չափի աղյուսակը պետք է կտրել երկու հավասար մակերես ունեցող կտորների, որոնցից առաջինի պարագիծը մեծ կլինի երկրորդինից 6-ով։ Կտրումից հետո գիտենք, որ ոչ մի աղյուսակի որևէ մեկը մեկ չափի վանդակ չպետք է վնասված լինի, այսինքն մեր կտրումները չպետք է լինեն հետևյալ տեսքով, կամ այսպես չպետք է մենք կտրենք։ Շատ լավ, այսինքն հասկացանք ինչպես է պետք կտրել միայն ահա այս աղյուսակի կտորների վրայով հետևյալ կերպ։ Ահա։ Ենթադրենք ամեն ինչ իդեալական եմ կտրել։ Ահա այսպես կարելի է պատկերել մեր առաջին պատկերը, բայց տեսեք, ահա այս կտորը առանձնացել է, ուստի մեզ մոտ բաժանվեց ոչ թե երկու պատկերի, այլ 3 պատկերի, հետևաբար այսպես չի կարելի կտրել, բայց կարող ենք կտրել, օրինակ, ավելի մուգ գծենք, ահա այսպես կարող ենք կտրել։ Շատ լավ, այսպիսի կտրումները թույլատրվում են, այսպիսի կտրումները չեն թույլատրվում, այսպիսիները նույնպես։ Հիմա, ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել։ Դե նախ եկեք մի փոքր ուրիշ բան էլ հասկանանք, ինչ է նշանակում հավասար մակերես ունեցող կտորներ հետևյալ պատկերի մեջ։ Դե եթե մեզ մոտ նշված է, որ կոնկրետ մեկը մեկ չափի վանդակ չպետք է վնասված լինի, այսինքն մակերեսները մենք պետք է հավասարեցնենք իրար ըստ վանդակների քանակի։ Յուրաքանչյուր այսպիսի վանդակի մակերես 1 է, ենթադրենք, որ 1 է։ Ունենք այդպիսի 16 քառակուսի, այդպիսի 16 վանդակ ունենք, հետևաբար, որպեսզի մակերեսները այդ երկու պատկերների իրար հավասար լինեն, մեզ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր կտորում լինի 8 այդպիսի վանդակ։ Եվ մյուս մասն էլ այն է, որ պարագիծը առաջինի պետք է 6-ով մեծ լինի երկրորդինից։ Դա նույնպես եկեք հասկանանք։ Նախ մակերեսների վերաբերյալ այդ փաստը, որ հասկացանք, եկեք այստեղ նկարագրենք։ Հիմա գիտենք, որ ունենալու ենք եկեք A1 և A2-ը թող լինեն մեր պատկերները։ Ահա։ Այս երկու պատկերները ունենալու ենք, թող P1, P2-ը լինեն պարագծերը, P1, P2-ը մեզ մոտ պարագիծներն են, ահա, իսկ S1-ն ու S2-ը մակերեսները։ Շատ լավ, այսքանը հասկացանք, սա մեր նշանակումներն էր, դե A1, A2-ը այն կլինի, որ այսպես կկտրենք ինչ-որ ձև, ահա այս կտորը մեզ մոտ կլինի A1-ը, այս կտորը մեզ մոտ կլինի A2-ը, դե P1-ը կլինի A1-ի պարագիծը, S1-ը A1-ի մակերեսը, P2-ը համապատասխանաբար A2-ի պարագիծը, իսկ S2-ը մակերեսը, այդքանը մեզ մոտ պարզ է։ Հիմա, ենթադրենք, թե P1-ը մեզ մոտ հավասար է P2-ին գումարած 6, ենթադրենք P1-ը ավելի մեծ պարագծով կտորն է, այսինքն այդ A1 կտորը ավելի մեծ պարագծովն է։ Հիմա ինչպես կարող ենք այդ ամենը պատկերել։ Եկեք նախ ինչ-որ բաժանում դիտարկենք, այսինքն փորձենք ինչ-որ ձև կտրել մեր պատկերը ու տեսնենք, թե ինչ ունենք այդ դեպքում։ Ահա այսպես կտրենք, ենթադրենք կանաչ գույնով, կամ լավ, եկեք կանաչով չէ, կապույտով թող լինի A1-ի մնացած կտորը, իսկ կարմիրով թող լինի մեզ մոտ A2-ի մնացած կտորը, շատ լավ։ Հիմա սկզբից պարագծերի մասին խոսանք, նշանք մեզ մոտ ինչ ենք անում, այնուհետև մակերեսների մասին, չնայած մակերեսների մասին արդեն խոսելու հասկացել ենք, սակայն գրել պետք է այդ ամենը։ Թող լինի մեր քայլ 1-ը, պարագիծների մասին ինչ-որ բաներ ասել է։ Հիմա P1-ը մեզ մոտ հավասար է լինելու կապույտ կտոր, ենթադրենք ահա սա մեզ մոտ A1 մասն է, դա մեզ մոտ A2-ը։ P1-ը հավասար է լինելու կապույտ կտոր, կապույտ։ Ենթադրենք այս կապույտ կտորն է, դեռ նշանակում են կատարում ինչ-որ, որովհետև այստեղ կնկատեք, թե ինչ է կատարվում։
կապույտ գումարած կանաչն է մեզ մոտ, ահա այսքանը։ Դա A1-ի պարագիծն է, իսկ A2-ի պարագիծը P2-ն է, որը հավասար է կարմիր կտոր գումարած կանաչ կտոր։ Հիմա նկատենք, որ այս կանաչ կտորը, ինչպես եւ պատկերում է երևում, մեր բաժանման մեջ ընդհանուր է, այսինքն երկուսի պարագծերի մեջ էլ մենք դա հաշվել ենք, բայց մենք գիտենք, որ P1-ը 6-ով ավելի մեծ պարագիծ ունի, քան P2-ը։ Նշանակում է մեզ մոտ այդ 6 տարբերությունը կապույտ եւ կարմիր կտորների մեջ է։ Կապույտ հատվածը 6-ով ավել է կարմիր հատվածից, իսկ այդ կապույտ եւ կարմիր հատվածները միասին մեր ամբողջ աղյուսակի ծայրն են նկարագրում։ Այսինքն կարող ենք սրա հետ մեկտեղ ասել, որ կապույտին, եթե մենք գումարենք կարմիր կտորը, ապա կստանանք մեր ընդհանուր աղյուսակի պարագիծը, իսկ այդ պարագիծը թող լինի ուղղակի P, մեզ մոտ հավասար է 16-ի, յուրաքանչյուրի կողմը 16 է, ուղղակի 4 անգամ 4։ Շատ լավ։ Այսինքն մեզ մոտ ստացվեց, որ այս երկուսը 16 է, եւ մյուս կողմից էլ այս կանաչները տարբերություն մեզ մոտ չեն տալիս, հետևաբար պետք է մեզ մոտ կապույտը ավել լինի կարմիրից, որպեսզի մենք ասենք, որ P1-ը ավելի մեծ է, ու պետք է ավել լինի ուղիղ 6-ով։ Այսինքն մյուս կողմից էլ կապույտը պետք է հավասար լինի կարմիրին ավելացրած 6։ Ահա, այս երկուսից ելնելով մենք հանգիստ կարող ենք ասել, որ այդ կապույտ կտորին, եթե գումարում ենք կարմիր կտոր, ստացվում է 16, եթե կապույտը կարմիրին գումարած 6-ն է, եթե մենք այս 16-ից հանենք 6 ու բաժանենք 2-ի, կստանանք կարմիրը, ինչի է հավասար։ Քան կարմիրը մեզ պետք է լինի 16-ից հանած 6 ու բաժանած 2-ի հավասար 5, իսկ կապույտ կտորը մեզ մոտ պետք է հավասար լինի 5-ին գումարած 6 հավասար 11։ Շատ լավ, հասկացանք, որ կապույտ հատվածը մեզ մոտ պետք է 11 երկարություն ունենա, իսկ կարմիր հատվածը պետք է ունենա 5 երկարություն, իսկ այդ մյուս մասի ծայրակետերը իրար երբ միացնենք, ընդհանուր կհաշվենք երկու պարագծերի մեջ, այլ ոչ մի բան դրանք մեզ մոտ չեն փոխի այդ պարագծերի մեջ, բայց դրա հաշվին, որ կարմիրը կապույտից 6-ով փոքր է, մենք կգանք P1-ի եւ P2-ի այս հարաբերությանը, որ P1-ը հավասար է P2 գումարած 6։ Շատ լավ։ Ինքն այս կտորով մենք պարագծերի հարցում բավականին մեծ արդյունքի եկանք, հասկացանք, թե քանի վանդակ ծայրամաս պետք է ունենա յուրաքանչյուր պատկեր։ Այդքանով մենք ուղղակի կարող ենք որոշել, թե որ ծայրակետերը պետք է իրար միացնել ու ըստ մակերեսի դրանք միացնենք։ Հիմա մեր ընդհանուր S-ն էլ հավասար է կրկին 16-ի, որովհետև յուրաքանչյուր վանդակի մակերես 1 է, ունենք 16 այդպիսի վանդակ, հետևաբար ընդհանուր մակերեսը 16 է մեզ մոտ։ Քանի որ S1-ը հավասար է S2-ի, եկեք այստեղ նշենք։ Ահա, այստեղից հետևում է, որ եւ ունենք նաեւ, որ այս երկուսի մակերեսների գումարը մեզ մոտ ընդհանուր մեծի մակերեսն է տալու, հետևաբար 16 պետք է լինի։ Դա այստեղից ակնհայտ է ստացվում, որ պետք է պատկերներից յուրաքանչյուրի մակերեսը հավասար լինի 8։ Ահա։ Ուստի մեզ մոտ պետք է A1, A2-ը յուրաքանչյուրը պարունակեն 8 վանդակ։ Շատ լավ։ Հիմա մեզ պետք է ուղղակի վերցնել մեր այս աղյուսակը, եկեք դրանից մի հատ էլ այստեղ վերցնենք։ Ահա։ Ու հերթով ապահովենք բոլոր պայմանները, նախ պարագծի հետ կապված։ Մեզ պետք է, որ կապույտ կտորը լինի 11 երկարությամբ, իսկ կարմիր կտորը լինի 5 երկարությամբ, այսպես ասած։ Եկեք ընտրենք ծայրակետը, ենթադրենք սա ենք ընտրում մեր ծայրակետը։ Հիմա այսպես եթե գնում ենք ունենք 4 վանդակ կամ 4 այդպիսի կողմ, այսպես եթե գնում ենք կրկին 4, 8 ստացվեց, բայց մեզ 11 է պետք, եւ եւս 3-ը այս կողմից ունենք։ Ահա, հետեւաբար այս երկու կետերով մենք ապահովում ենք, որ այսքան կտորը մեզ մոտ լինի 5 երկարությամբ, դա կլինի կարմիր կտոր, իսկ այսքանը լինի 11 երկարությամբ, այսինքն դա մեր կապույտ կտորն է, իսկ
սա մեր կարմիր կտորն է։ Շատ լավ, տեսեք ինչքան գործ մենք կարողացանք անել ու ինչքան փաստ կարողացանք ապացուցել։ Հիմա մեզ պետք է որ երկու, ահա այս գիծը երբ մենք միացնենք, ինչ որ ձև, մեզ մոտ ստացվի, որ այդ երկու կտորները ունեն հավասար քանակությամբ 8 վանդակ, այսինքն յուրաքանչյուրում լինի 8 վանդակ։ Շատ լավ, հիմա սկսենք արդեն դա անել։ Այստեղից եթե մենք միացնենք, կամ եկեք այս կտորից սկսենք, մեզ պետք է որ վերևի կարմիր հատվածում 8 վանդակը ապահովենք։ Դա տեսեք, 3 վանդակ այստեղ ունենք, 3 վանդակ դեռ այստեղ ունենք։ Եթե շարունակենք ահա այսպես, ինչ որ ձև, ու տեսեք, որ արդեն մենք գալիս ենք խնդրի առաջ։ Այսպես գնալի, եթե հենց այսպես գնանք, մենք կկորցնենք ահա այստեղ մի կողմ։ Կստացվի, որ այսքանն էր ընդհանուր ու մեզ մոտ կխախտվի պարագծի հատվածը, ինքն մենք իրականում ամենասկզբում սխալ մասից սկսեցինք այդ կապույտ հատվածը գծել։ Դրա համար եկեք մեր օրինակը ավելի ճիշտ սկսենք կառուցել, ահա, որպեսզի մեզ մոտ ընդհանուր կտորը իրոք այս հատվածում ընկնի, ոչ թե սկսենք գագաթից, այլ այսպիսի մի տեղից ու մյուս ծայրակետն էլ մի վանդակ կիջնի։ Ահա այստեղ կլինի այդ 5 երկարությունը, մյուս մասում 11 երկարությունը։ Ուղղակի մեզ մոտ խնդրեմը, երբ մենք այսպիսի գագաթից էինք սկսում, նրանում էր, որ երբ գալիս ենք մենք այդ գագաթի կողմ, մենք չգիտենք թե ինչպես ենք շարունակում, պետք է վերևով գնանք այսպես, կամ պետք է ներքևով գնանք ու երկու դեպքում էլ մենք մի այսպիսի երկարություն կամ այս կտորում կորցնում ենք ու մեզ մոտ խախտվում է մեր բոլոր հավասարությունները այս բոլոր հավասարությունները դառնում են անիմաստ, հետևաբար եկեք դրանք օգտագործենք, այսինքն ուղղակի մի վանդակ դեպի կողք տեղափոխենք, որպեսզի այդպիսի խնդրի առաջ չկանգնենք ու այսպես նորմալ կարողանանք մոտիկ անել։ Հիմա մեզ պետք է ուղղակի 8 վանդակ ունենալ յուրաքանչյուր կողմում այստեղի։ Դե ինչպես դա կարող ենք անել, կարող ենք փորձել հետևյալ կերպ։ Օրինակ, ահա այսպես մոտենանք։ Տեսեք, երբ իջնում ենք, մենք 4 վանդակ ահա այստեղ արդեն ունենում ենք, ու եթե այսպես շարունակենք 4 վանդակ մյուս կտորում կարող ենք ունենալ։ Այսպես գնալու դեպքում 4 վանդակ այստեղից ունենք, 4 վանդակ էլ այստեղից, իսկ այստեղ կարող եք նկատել, որ 8 վանդակ կա։ Հետևաբար շատ հանգիստ կարող ենք ասել, որ դա մեզ մոտ A2-ն է, իսկ դա մեզ մոտ, լավ, եկեք այսպես նկարենք, A1-ն է, դա մեզ մոտ A2-ն է, շատ լավ, այսինքն մենք օրինակ կառուցեցինք այս խնդրի համար ու մեզնից հենց պահանջվում էր կտրել, այսինքն հենց այս գործողությունը լրիվ բավարարում է որպես խնդրի լուծում, բայց մենք այստեղ քայլերով նկարագրեցինք, թե ինչ են կատարում, ինչը շատ կարևոր էր այս խնդրի դեպքում։ Հիմա եկեք ամփոփենք ու հասկանանք, թե ինչ են կարել առհասարակ։ Դե առաջին քայլերը մեզ մոտ ինչ էին, ուղղակի պատկերները նախ նշանակել։ Առաջին պատկերը A1-ով, երկրորդ պատկերը A2-ով ու իրարից տարբերել։ Հետո պետք էր հասկանալ, թե կտրումները ինչպես են կատարվելու, հասկանալ, որ այսպես անկյունագծով կտրել չէինք կարող, ու դրանից հետո արդեն նաև իմանալ, որ պարագիծն ու մակերեսը ընդհանուր մեծաղյուսակի 16 են երկուսն էլ։ Այսքանը մենք ունեինք ըստ խնդրի։ Նաև մենք ունեինք ըստ խնդրի, որ առաջինի պարագիծը, իրականում որևէ մեկի պարագիծը, բայց կարող ենք ենթադրել առանց ընդհանրություն խախտելու, որ առաջինի պարագիծը, մեզ մոտ կստացվում էր, որ առաջինի պարագիծը 6-ով մեծ է երկրորդի պարագծից, հետևյալ կերպ էինք այն պատկերում, իսկ մակերեսները գիտեինք, որ պետք է հավասար լինեին։ Սկսեցինք աշխատել պարագծերի հետ, ու ինչպես աշխատեցինք, վերցինք ու կատարեցինք ինչ որ այսպիսի կտրում։ Այս կտրումի ժամանակ հասկացանք, որ ահա այս կտրելու հատվածը մեզ մոտ ընդհանուր է երկու պատկերներում էլ, հետևաբար այն անիմաստ է մի քիչ դիտարկել, որ իրենց պարագծերի մեջ մենք կարող ենք դրանք առանձնացնել ու շատ ուշադրություն չդարձնել, որովհետև պարագծերի միակ տարբերությունը ահա այս ծայրամասի հատվածն է մեզ մոտ տալու, ու այդ ծայրամասի հատվածի վրա էլ արդեն սկսեցինք հավասարում կազմել, որովհետև նախ այդ ծայրամասերը իրար հետ ընդհանուր մեր մեծ աղյուսակի ծայրամասն էին կազմում, իսկ այդ ծայրամասերը գիտեինք, որ միասին պարագիծներ ու 16-ի էր հավասար,
Իսկ մյուս կողմից էլ այդ ծայրամասերի տարբերությունը պետք է լիներ 6, որպեսզի ընդհանուր պարագծերի տարբերությունը լիներ 6, չէ՞ որ այս կանաչ կտորը երկուսում էլ ընդհանուր էր։ Հետևաբար մենք ստացանք, որ կարմիր կտորը մեզ մոտ պետք է լինի 5, իսկ կապույտ կտորը պետք է լինի 11, որպեսզի այսպես կանաչ կտորով կտրելու ժամանակ ամեն ինչ բավարարվի պարագծերով, իսկ մակերեսները իրար հավասար էին, ընդհանուր մակերեսը 16 էր, յուրաքանչյուրի մակերեսը պետք է լինի 8։ Մյուս կողմից դա նշանակում է, որ յուրաքանչյուր պատկեր պետք է 8 վանդակ պարունակի իր մեջ։ Հետևաբար ունենալով այն ծայրամասերի մասին մեր պնդումը, ահա այս քայլ 1-ից, եւ իմանալով, որ յուրաքանչյուր պատկերում պետք է մնա 8 վանդակ, արդեն կարող ենք այս խնդիրը լուծել։ Նշանակեցինք մեր ծայրակետերը, հասկացանք այդ 5 եւ 11 մասերը որոնք են, ու սկսեցինք բաժանում կատարել։ Դե կապույտ գծով էլ այնպես էին գծում, որ A1-ի տարածքում մնա ընդամենը 8 վանդակ, իսկ A2-ի տարածքում կրկին 8 վանդակ լինի։ Բավականին բարդ էր, որովհետև A2-ը ավելի փոքր կտոր ունի, այսպիսի ծայրամասում, բայց ամեն ինչ մենք կարողացանք անել ու օրինակ էլ կարողացանք կառուցել, ինչը եւ մեզնից պահանջվում էր, այսինքն մենք ոչ միայն բացատրեցինք, թե ինչպես է պետք այդ ամենը կառուցել, մենք նաեւ կառուցեցինք այդ օրինակը, ուստի այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ավարտել։